Շոկը չի հաղթահարում Երևանը։ Անծայրածիր Եռաբլուրի համար է Հայաստանի վարչապետը երեկ շնորհավորել ադրբեջանցիների զոհաբերության տոնը։ Չեն հասկանում զայրացած քաղաքացիներն ու սրտանց շնորհավորում են Փաշինյանի Կուրբան Բայրամը։ Դե ինքը թուրք է, դրա համար է շնորհավորում։ Դուք հարգում եք տենց մարդ։ Եթե հարգում եք, հարգեք, ես կյանքով տենց մարդու երեսն էլ չեմ ուզում տենել։ Ես իրեն շնորհավորում եմ Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ, ի սրտե։ Ինչ կարիք կա շնորհավորելու, ինչ լավ բանի համար է շնորհավորում։ Համոտ ուրեմ, համոտ։ 2023 թվին Արցախում բենզինի պահեստի պայթունի զոհերի հարազատներին ցավակցական մի խոսք անգամ չի ասել ստատուսագիր վարչապետը։ Բարկացած հիշում են Հայլուրի հարցախույզի մասնակից արցախցիները։ Ես այդ պայթունի ժամանակ թողել եմ հանորոս տղանա իր երեխաները մնացել են դեռ։ Ոչ մեկ չի զանգել, չի ցավակցել, այսի սաղ Նիկոլի մեղքն է, որ մենք հասել ենք այստեղ։ Մեզ տեսիք ձեզ մեղք եկի Քուրջան։ Կուրբան Բայրամի տոնին Ադրբեջանին ուղղված շնորհավորանքում Փաշինյանն ինչու է խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում մաղթել նաև Հայաստանին ու հայաստանցիներին, հեգնում են հայերը։ Եթե շնորհավորում ես մի ազգի տոն, ազգային տոնի կապակցությամբ, պետք չի մեկ այլ ազգի խառնել այդ ամենի հետ։ Ժողովուրդ չեմ էլի եմ ասում, անկեղծ եմ, որ ուղղակի չեմ հասկանում մեր վարչապետի միտքը։ Չգիտեմ, տգետությունը էլի պրոստը։ Չգիտեմ ինչ դիվանագիտական ձև է ինքը օգտագործում, երևի տենց է մտածում էլի, բայց մեր համար անհասկանալի է։ Այս ամենից լավ հոտ չեն առնում Երևանի փողոցներում։ Ասում են, թրքահաճո քաղաքականությամբ հայտնի Փաշինյանը հավանաբար էլի բան ունի տալու Ադրբեջանին։ Մեր վարչապետը կախված է ադրբեջանցուց։ Այդ մարդը թուրքից պետար է, ավելի շատ թուրքա, քան հայ։ Չգիտեմ, մի քիչ էլ սահմանին մոտիկ ապրել է, թե Արունաքաշ է, թե ինչ-որ ազգակցական կապեր ունի, էդի չեմ կարող ասեմ, բայց որ թուրքա էդի 100%-ով պարզ է։ Այ բալաջան, թե մի ադրբեջանցի է, թե քյավառցի է, թե մարդունեցի է, չգիտեմ, վсё-таки իրանց կողմից է։ Ադրբեջանին ուղղված Փաշինյանական շնորհավորանքը ոմանց կարծիքով դիվանագիտական քայլ է։ Ինչ անենք շնորհավորելը, քաղաքականությունն է, դիվանագիտությունն է, շատ ճիշտ է վերաբերվում Փաշինյանը։ Նրանք փոխադարձաբար իրար տոները շնորհավորում են, դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Իսկ դիվանագիտություն է երկրում ահագնացող պատերազմի վտանգը անտեսելը, Facebook-ում ստատուսներ գրելն ու Սարյան փողոցում անհոգ գինի խմելը։ Քաղաքացիները պատասխան են պահանջում Փաշինյանից։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։